Բարև ձեզ սիրելիներ։ Այսօր մենք միասին կշարունակենք մեր աստվածաշնչի սերտողությունը եւ այսօր մենք հասել ենք դատավորած գրքի 15 եւ 16-րդ գլուխները։ 15-րդ գլխում Սամսոնը եւ փշտացիների միջև հակամարտությունը խորանում է։ Փշտացիները գալիս են նրան բռնելու, բայց Աստծո հոգու զորությունը իջնում է նրա վրա։ Սամսոնը գտնում է էշի ծնոտի ոսկոր եւ դրանով հաղթում 1000 փշտացիների։ Մարդկային տեսանկյունից անհնար էր։ Ոչ զենք, ոչ բանակ, ոչ ռազմական առավելություն։ Միայն Աստծո զորությունը։ Հաղթանակից հետո Սամսոնը ծարավում է եւ աղաղակում Աստծուն։ Տերը հրաշքով ջուր է բխեցնում ժայռից եւ թարմացնում նրան։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ իրական հաղթանակը գալիս է ոչ թե մեր ուժից, այլ Աստծուց։ Հիսուսն ասաց. «Առանց ինձ ոչինչ անել չեք կարող»։ Հովհաննեսի 15:5-ը։ Ինչպես Սամսոնը հաղթեց Աստծո զորությամբ, այնպես էլ մենք կարող ենք հաղթել մեղքին, գայթակղությանը եւ դժվարություններին միայն Քրիստոսի միջոցով։ Ջուրը, որ Աստված տվեց Սամսոնին, նույնպես հիշեցնում է Տեր Հիսուսին։ Հովհաննեսի 7:37-ում գրված է. Հիսուսը ասեց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի»։ Նա է կենդանի ջրի աղբյուրը, սիրելիներ, որ հագեցնում է մեր հոգու ծարավը։ 16-րդ գլխում տեսնում ենք Սամսոնի կյանքի ամենատխուր հատվածը։ Թշնամիները չեն կարողանում հաղթել նրան ուժով, ուստի փորձում են հաղթել գայթակղությամբ։ Դալիլյան անընդհատ հարցնում է նրա զորության գաղտնիքը։ Վերջապես Սամսոնը բացում է իր սիրտը եւ պատմում իր նվիրման խորհրդանշի մասին։ Արդյունքում նրա մազերը կտրում են եւ նա կորցնում է իր զորությունը։ Աստվածաշնչի ամենացավալի խոսքերից մեկը, որը ես 2 օր առաջ դրա մասին խոսեցի, գրված է այստեղ։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։ Դատավորաց 16:20-ն է։ Սամսոնը գերի է ընկնում եւ կուրացնում են եւ նսեմացնում, բայց պատմությունը այստեղ չի ավարտվում։ Բանտում նրա մազերը նորից սկսում են աճել եւ վերջում ապաշխարած սրտով նա աղոթում է Աստծուն։ Տերը կրկին զորացնում է նրան։ Նրա վերջին հաղթանակը ավելի մեծ է լինում, քան նախորդները։ Սամսոնի կյանքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է մեղքի հետ խաղալը, բայց միևնույն ժամանակ այն ցույց է տալիս Աստծո շնորհը, նույնիսկ անկումից հետո Աստված լսեց նրա աղոթքը։ Սա մեզ հիշեցնում է ավետարանը։ Մենք բոլորս էլ ինչ որ պահի ընկել ենք։ Մենք բոլորս էլ ձախողվել ենք, բայց Հիսուս Քրիստոսը եկավ ոչ թե կատարյալ մարդկանց համար, այլ մեղավորներիս համար փրկելու մեզ։ Առաջ Հովհաննես 1:9 ասում է, որ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ ու արդար է նա, որ մեր մեղքերին թողություն կտա։ Սամսոնը իր կյանքի վերջում հաղթեց իր թշնամիներին, բայց այդ հաղթանակի համար մահացավ։ Իսկ Հիսուս Քրիստոսը խաչի վրա հաղթեց մեղքին, մահվանը եւ սատանային, բայց երրորդ օրը հարություն առավ, փառք Տերոջը։ Սա է մեծ տարբերությունը։ Սամսոնը ժամանակավոր ազատարար էր, Հիսուսը հավիտենական քրշկիչը։ Սիրելիներ, Սամսոնի պատմությունը մեզ երկու կարևոր դաս է տալիս։ Առաջինը, ոչ ոք այնքան ուժեղ չէ, որ կարողանա անտեսել գայթակղությունը։ Մենք պետք է զգոն լինենք եւ ապրենք Աստծո ներկայության մեջ։ Երկրորդը, ոչ ոք այնքան հեռու չի ընկել, որ Աստծո շնորհը չկարողանա հասնել նրան։ Եթե այսօր զգում եք, որ ձախողվել եք կամ հեռացել եք Տիրոջից, հիշեք, Հիսուսը դեռ կանչում է ձեզ իր մոտ։ Նրա շնորհը ավելի մեծ է, քան ձեր անկումը։ Նրա ողորմությունը ավելի մեծ է, քան ձեր սխալները։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր հավիտենական փրկիչն ես։ Պահպանիր մեզ գայթակղություններից եւ սովորեցրու քայլել քո ներկայության մեջ։ Երբ թուլանում ենք, զորացրու մեզ։ Երբ ընկնում ենք, բարձրացրու մեզ։ Եվ երբ սխալվում ենք, հիշեցրու քո շնորհը եւ ողորմության մասին։ Շնորհակալ ենք, որ քո սերը երբեք չի սպառվում։ Հիսուս, օրհնի մեզ, որ ապրենք քո կամքի կենտրոնի մեջ եւ միշտ քեզ ուրախացնենք։ Ամեն։ Եթե այս ուսուցումը օրհնություն է քեզ համար, իսվիր ընկերներիդ հետ եւ մեկնաբանություններում գրիր քո կարծիքը, թե դու ինչպես տեսար Հիսուսին։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը
հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։